Դատարկ հիվանդասենյակից մինչև գերհագեցած ու գերզարգացած բաժանմունք։ Հայաստանում ուրոլոգիական բաժանմունք ստեղծելու առաջին քայլերն ու ջանքերը պսակվել են հաջողությամբ։ Իզմիրլյան բժշկական կենտրոնը տոնում է ուրոլոգիական բաժանմունքի հիմնադրման 20-ամյակը։ Բոլորովին վերջերս բժշկական նոր սարքավորումներով է համալրվել բաժանմունքը, որի ներկայիս վարիչ բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արտուր Գրաբսկին 20 տարի առաջ այս բաժանմունքի առաջին մասնագետն էր։ Ուներ միայն մեկ դատարկ սենյակ եւ բուժքրոջ աջակցությունը։ Արդեն այսօր մի փոքր հուզված, բայց վստահ ասում է, պատմական օր է։ Սկսվել է էնտուզիազմից եւ այն ժամանակվա Սուրբ Ներսես մեծ բժշկական կենտրոնում ազատ բաժանմունքից, որը չկար ուրոլոգիա եւ որևէ այլ ստրուկտուրա չկար ուրոլոգիական, ստեղծեցինք մեր բաժանմունքը, որ այս 20 տարիների մեջ զարգացրեցինք եւ չեմ ուզում բարձր բառեր ասել, բայց հասցրել ենք միջազգային մակարդակի։ Իզմիրլյան բժշկական կենտրոնի շնորհիվ ուրոլոգիական հիվանդություններն այլևս արտասահմանում բուժելու անհրաժեշտություն չկա, վստահեցնում է բժիշկը։ Քարափշրման ամենավերջին մոդելի սարքավորումները հենց այս բաժանմունքում են։ Հայաստանն այլևս չի զիջում այլ երկրների։ Կարևոր մասը մեր փիլիսոփայության, որ եթե հնարավոր է մեկ օրվա մեջ տուն ուղարկել մեծ մասը։ Եվ եթե 20 տարի առաջ, երբ որ ասում են Ամերիկայում հիվանդը հոսպիտալացվում է 23 ժամ, այսօր մեր առօրյան է։ Հաջողության գաղտնիքն ըստ բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի ոչ միայն ջրաջան ու նվիրված աշխատանքն է, այլ նաև բժշկական կենտրոնի թիմի համերաշխությունն ու միասնականությունը։ Խոսելով ուրոլոգիական բաժանմունքի հաջողությունների մասին, Չարչյանը բժշկական հումորային մեջբերում է անում։ Այդպիսի հումոր կա բժշկական, որ վատ բժիշկը անհրաժեշտ է աշխատի լավ սարքավորումները, որ գոնե սարքավորումը կոմպենսացնի բժշկի որոշակի մասնագիտական խնդիրները, իսկ լավ բժիշկը արժանի է աշխատելու լավագույն սարքավորումներով, մեզ մոտ այդ երկրորդ օրինակն է։ Հոկտեմբերի 2-ը ուրոլոգների համաշխարհային օրն է։ Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքը Երևանի պետական բժշկական համալսարանի ուրոլոգիայի եւ անդրոլոգիայի ամբիոնի պաշտոնական բազան է։ Բժշկական կենտրոնն արդեն նաև ուսուցման կենտրոն է։ Այստեղ կրթություն են ստանում ուսանողներ, երիտասարդ բժիշկներ, իրականացվում են գիտահետազոտական աշխատանքներ, կազմակերպվում են վերապատրաստումներ եւ միջազգային սիմպոզիումներ։ Սեդա Մակարյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։